Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում բոլորիդ այսօր հունիսի 1-ն է երեխաների միջազգային խաղաղության օրը շնորհավորում եմ բոլոր երեխաներին խաղաղություն աշխարհին եւ առողջություն մեր սիրելի թորնիկներին, բալիկներին, որ առողջ մտանան, խաղաղ մտանան եւ մեր հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնան։ Մեր ունկնդիրները խնդրել են, որպեսզի ես խոսեմ այսօր արտատախոտի մասին, թե ինչ երես ներկայացնում արտատախոտը, ասեմ դες, որ արտատախոտը վարդազգիների ընտանիքին է պատկանում, բազմամյա խոտաբույս է, ունի շատ օգտակար հատկություններ, բուժական հատկություններ, դեղաբույս է հանդիսանում եւ օգտագործում է տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Ունի հզոր հակաբորբոքային հատկություն, որի շնորհիվ այն օգտագործում են ներլվացումների համար, կանանց ներլվացումների այդ լորանման զանգվածը մաքրելու, սպիտակաթորանքի, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումների, առատ դաշտանի, ցավոտ դաշտանի համար եւ դաշտանային արյունահոսությունները դադարեցնելու համար։ Որպես հակաբորբոքային այն օգտագործում է նաեւ միզապարկի երիկամների աշխատանքը լավացնելու, նրանց գործունեությունը կարգավորելու եւ նման օրգանների բորբոքային գործընթացները վերացնելու համար։ Ունի նաև հակաալերգիկ հատկություն, հակաալերգիկ հատկության շնորհիվ օգտագործվում է էքսուդատիվ դիաթեզների ալերգիկ հիվանդությունների համար, պատրաստում են թուրմ կամ եփուկ եւ խմում են այդ հակաալերգիկ ազդեցությունը անմիջապես զգացվում է։ Այն իջեցնում է նաև շաքարի պարունակությունը արյան մեջ, ունի հակամիկրոբային հատկություն, հակամանրային հատկություն, որի շնորհիվ օգտագործում են մաշկային հիվանդությունների համար, նրա թուրմը կամ եփուկը թռչոցների ձևով դնում են բզուկների, մաշկի թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի, հատկապես էկզեմայի ժամանակ այդ թարախային երևույթները էկզեմայի ժամանակ, թաց էկզեմայի ժամանակ անմիջապես տալիս է իր բարերար արդյունքը։ Այսպես հակացություններ գրեթե չունի, օգտագործում են, ասեցի, ինչպես եփուկ, այնպես էլ թուրմ, պատրաստում են չոր վիճակում, նրա տերևները վերգետնյա մասն են օգտագործում, տերևները եւ ծաղիկները չորաթրած վիճակում 3 ճաշի գթալ լցնում են կես լիտր եղման ջրի մեջ, դանդաղ եփում են 10 րոպե եւ խմում են կես թեյի բաժակ օրը 3-4 անգամ ուտելուց առաջ եւ դրանով կարելի է նաեւ թռչոցներ դնել այդ մաշկային հիվանդությունների ժամանակ։ Թուրմը, դա եփուկներ, թուրմը կարող եք նույն ձևով վրան լցնում եք եռացրած ջուր, նույն քանակությամբ կես լիտր վրա լցնում եք եռացրած ջուր եւ թրմում եք 2 ժամ, 2 ժամից հետո կարող եք կամել եւ օգտագործել, ինչպես որ ասեցի։ Այսքանը արտատախոտի մասին, արտատախոտը ռուսերեն կոչվում է մանժետկա, վաճառվում են դեղատներում եւ կարող եք առնել անհրաժեշտության դեպքում եւ օգտագործել։ Հարգելի բարեկամներ, մեր քսուկները, հատկապես անհայտ քսուկը վաճառվում է նաեւ ալֆա-ֆարմի դեղատներում, որը մաշկային հիվանդությունների, ինչպես նաեւ կարմիր քամու եւ այրվածքների համար հրաշալի միջոց է, հատկապես կարմիր քամու համար այն անմիջապես տալիս է դրական արդյունք եւ կարմիր քամին այդ ստորին վերջույթներից եւ այլը վերանում է։ Ու կարող եք նույնպես գնել կամ մեր մոտից Պուշկին 38 կամ ալֆա-ֆարմի դեղատների։ Եթե դեղատանը չի լինում, կարող եք պատվիրել եւ կբերի։ Մենք կարող ենք
այս մոտ տարածքներում նաև կազմակերպել առաքում Աբովյանում, Երևան քաղաքում եւ այլ մոտակա այս շրջաններում կարող են կազմակերպել նաև առաքում։ Դες առողջություն եմ ցանկանում, նորից շնորհավորում եմ մեր երեխաներին, տորնիկներին, հարգելի բարեկամներ, եթե կունենաք հարցեր գրեք, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38 ստեցություն մի շնորհ հանդիպում։